Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, ձեզ ողջունում եմ։ Դարփինյանի ժամն ենք սկսում FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիո ընթունիչները։ Երկրորդ խոսափողի մոտ ինչպես միշտ Դավիթ Խումարյանն է, առաջին խոսափողի մոտ պրոֆեսոր Արմեն Դարփինյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, սիրելի Դավիթ, սիրելի ռադիո լսողներ եւ YouTube դիտողներ։ Ուրախ եմ հանդիպելու նորից։ Մեր վերջին հաղորդումից հետո մենք Նախորդ հաղորդումը սկսեցինք Ռուբեն Վարդանյանի հետ տեղի ունեցող իրադարձություններից, Ռուբեն Վարդանյանի ընդհանուր առմամբ Ադրբեջանի բանտերում գտնվող հայ պատանդների մեծ հաշվով ոչինչ չի փոխվել, բայց Ռուբեն Վարդանյանից ձայնագրություն է եկել ընտանիքի անդամների հետ հեռախոսազրույցի ժամանակ արված ձայնագրությունն, որը որ շատ տպավորիչ էր, այսինքն մի մարդ, ով Բաքվի բանտում է, մեզ կոչ է անում պինդ լինելու, մեզ պատմում է, որ ինքը պինդ է, տպավորված եմ շատ, կուզեի դրանից սկսեինք։ Դա ջան, այո, տպավորված ենք երևի բոլորս, բայց ես կոչ կանեի, որպեսզի մենք ռացիոնալ եւ ուղեղով ուղղակի մոտենանք այն ամեն ինչին, ինչ տեղի ունենում, որովհետեւ մեր ամենամեծ, ինձ թվում է, պրոբլեմներից մեկը կայանում է նրանում, որ մենք էմոցիոնալ դրսևորումներ ենք արտահայտում ցանկացած իրավիճակում եւ որոշումները նույնպես պայմանավորված են լինում մեր էմոցիոնալ վիճակով։ Ես կոչ կանեի այնուամենայնիվ նրանց, ովքեր քաղաքական որոշումներ են կայացնում եւ ինչ որ չափով պատասխանատվություն են կրում երկրի համար եւ կամ իրենց զգում են էլիտայի մաս, այնուամենայնիվ սթափ վերաբերվել իրավիճակին եւ փորձել գնահատականները տալ ելնելով ոչ թե էմոցիոնալ պորտկումներից, այլ սթափ իրավիճակի գնահատականից եւ հասկանալ մեր անելիքները դրա հետ կապված։ Ուրեմն փաստ համար 1 պիտի ֆիքսենք, որ Բաքվում տեղի ունեցող այս խեղկատակությունը յուրաքանչյուր հայի դեմ է ուղղված եւ Հայաստան պետության դեմ է ուղղված մեծ հաշվով։ Այսինքն այդ դատավարություն կոչվածը, որը իրենք այսպես ուրճացրեցին եւ ներկայացնում են ամբողջ աշխարհին, ուղղված է յուրաքանչյուր հայի եւ հայկական պետության դեմ։ Եվ ուրեմն յուրաքանչյուր հայի եւ հայկական պետության առաջնային պարտքն է սրան դիմակայել եւ հակահարված հասցնել, թույլ չտալ, որպեսզի այդ խեղկատակությունը շարունակվի։ Մեկ օր շուտ դա պիտի դադարեցվի։ Սա պիտի հասկանանք, որովհետեւ պիտի հասկանանք նաև, որ եւ Ռուբենը եւ մնացած բոլոր տղաները գտնվում են թշնամու ձեռքերում, թշնամու ճիրաններում ուղակի եւ նրանց 1 օր, 1 ժամ, 1 րոպե շուտ ազատագրումը մեր բոլորի իմ կարծիքով նաև ազգային պարտքն ու պարտավորությունն է։ Ես ցավում եմ, որ Հայաստանը որպես պետություն չունի այն հատուկ ծառայությունները վարժված ծառայությունները, որոնք կարողանային ուղղակի ներխուժեին Բաքվի տարածք եւ գողանային տղաներին ուղղակի։ Ցավոք սրտի, ես ցավում եմ սա արձանագրում։ Իսկ քաղաքական կամք կա դա անելու, բան։ Դե մի կողմ դնենք անգամ, մենք չունենք այդ հնարավորությունը ցավոք սրտի, եթե հիշում եք Սերժ Սարգսյանի եւ Գորիկ Հակոբյանի խոսակցությունը, անգամ Սաֆարովի պես ճիվաղին մենք չկարողացանք մեր ձեռքերը չհասան նրան։ Եվ ցավոք սրտի պետությունը չունի այդ հնարավորությունները, որը օրինակ կունենար Իսրայելի պետությունը, Միացյալ Նահանգների պետությունը, Ռուսաստանը որպես պետություն, որտեղ մենք բազմաթիվ անգամներ տեսել ենք, ինչպես են նրանք պատժում ուրեմն նախ իրենց հակառակորդներին եւ կամ ազատում իրենց քաղաքացիներին, դավաճաններին ինչպես են դավաճաններին են պատժում եւ ինչպես են ազատում իրենց քաղաքացիներին, ինչպիսի բանակցությունների են գնում, այնուամենայնիվ քաղաքական եւ գեոքաղաքական առևտուր է իրականացվում այս ամենի արդյունքում, ընթացքում եւ այլն, բայց խնդիր է լուծվում, հասկանում եք, հիմա իսրայելցիները Համասի հետ պայմանավորվում են 1 իսրայելցու դեմ 1000 հոգի մարդ են տալիս, որտեղ նրանց համար 1 իսրայելցին շատ կարեւոր է։ Ես ուզում եմ մեկ անգամ եւս շեշտեմ մեր բոլորի պատասխանատվությունը, այն որ տղաները հիմա գտնվում են Բաքվում, դա երկու բան է նշանակում յուրաքանչյուր հայիս համար։ Համար 1, որ մենք ինչ-որ բան սխալ ենք արել կամ ինչ-որ բան չենք արել, եւ համար 2, որ մենք ինչ-որ բան չենք անում հիմա։ Դրա մասին է ուզում խոսեինք, պարոն Դարփինյան, ձեր թույլտվությամբ էլի ընդհատեմ։ Մենք երբ որ նույնիսկ ադրբեջանական մամուլի հրապարակումներով, երբ նայում ենք մեր հայրենակիցների ելույթները, իրանք բավականին արժանապատիվ են ներկայանում
այդ գործընթացի մեջ ավելի արժանապատիվ, քան հայկական հասարակությունը, որը մեծ հաշվով ազատության մեջ է։ Այսինքն մարդիկ Բաքվի բանտում կարողանում են մարդու կերպարի մեջ մնալ, իսկ մեր հասարակությունը կարծես թե այնքան էլ չէ։ Վարդանյանի աջակիցները հանրահավաք էին նախատեսել ու ինքը այնքան էլ բազմամարդ չէր։ Դա ես այստեղ զերծ կմնայի նման գնահատական տալուց, որովհետև մենք այնուամենայնիվ տեսնում ենք հասարակության ցածրումը, բայց դրա հետ մեկտեղ կա նաև մենք պիտի հասկանանք, որ առանց պետության հզոր օժանդակության հասարակությունը ոչինչ չի կարող անել այստեղ։ Եվ հացադուլավորներ կային, որոնք որ ի աջակցություն Ռուբենի հացադուլ էին նստել եւ այլն, դա հիմա էլ են նստած, մի մասը նստած են, մի մասը։ Ես նաեւ տեսա մի բան կար, հայտարարություն կար, որը Հայաստանի հայկական ընդհանուր բարեգործական միությունը եւ տարբեր տեսակի հասարակական միջազգային հայկական կազմակերպություններ, այնտեղ Աֆեանն ու Բարի ֆոնդը կար, մնացած մի շարք բավական լուրջ հեղինակավոր կառույցներ, որոնք մի հայտարարություն էին տարածել ուղղված միջազգային հանրությանը, հասկանում եք, միջազգային հանրությանը ուղղված հայտարարության մեջ նրանք շեշտադրում են Ռուբեն Վարդանյանի միջազգային մասշտաբներով հումանիստ լինելը, հա, այսինքն նրանք ուղղակի կոչ էին անում միջազգային հանրությանը, որը հասկանալի չէ թե ինչն է, ում մասին միջազգային հանրությունը ընդհանրապես, եւ մենք տեսնում ենք, որ հիմա եւ խոսել ենք դրա մասին, որ ուժի իրավունքը շատ ավելի է գերիշխում, քան իրավունքի ուժը, եւ միջազգային հանրությունը այստեղ բացարձակ իմ կարծիքով ամլացված է եւ որևէ ստույգ կամ հստակ օժանդակություն չի կարող ցուցաբերել, բայց ուզում եմ շեշտադրել հետեւյալի վրա, որ այնուամենայնիվ Ռուբենին ներկայացրել են որպես հումանիստ, բայց Ռուբենը ինքն իրեն ներկայացնում է որպես քաղաքական գործիչ, հասկանում եք, այստեղ կա հակասություն։ Միջազգային հանրությունը ինչքան էլ թույլ լինի կամ չլինի, քաղաքական գործիչների նկատմամբ շատ մեծ վերապահումներ ունի եւ շատ ավելի մեծ պատրաստակամությամբ նրանք կոժանդակեին Ռուբենին որպես հումանիստ, քան Ռուբենին որպես քաղաքական գործիչ։ Բայց տվյալ դեպքում Ռուբենը ինքը իր հայտարարության մեջ նաև հանդես եկավ եւ հանդես է գալիս մշտապես որպես քաղաքական գործիչ։ Որպես քաղաքական գործիչ, որը հստակ ընդդիմադիր դիրքերից է ներկայիս հայաստանյան կառավարիչների նկատմամբ։ Փաստենք նաև, որ Ռուբենի այդ հայտարարությունը առանց Իլհամ Ալիևի անձնապես թույլտվությամբ հնարավոր չէր ուղղակի որ տեղի ունենար։ Ես վստահ եմ, որ դա ուներ իր գինը եւ նկատեցի, որ նման գին կարող էր լինել Ռուբենի կողմից Իվանյանում տեղի ունեցած իրադարձությունները հավասարացնելը Իվանյան, այսինքն Խոջալու, ինչպես իրենք ասում են, իրենք հիմա ամբողջ աշխարհով թմկահարում են Խոջալուի գենոցիդ կոչվածը եւ փորձում են միջազգային բոլոր ատյաններում բարձրացնել այդ հարցը նաեւ իրավական հարթության մեջ, որ հայերը ցեղասպանություն են իրականացրել Խոջալույում եւ կարծում եմ, որ Ռուբենի այս հրապարակման թույլտվությունը ստացվել էր Խոջալուի այդ դեպքերը Սումգայիթի եւ Բաքվի ջարդերին հավասարացնելու գնով, հա։ Սա մեկ, այսինքն Ռուբենը երևի թե հայաստանյան քաղաքական գործիչներից առաջինն էր, որը Բաքվի բանտում լինելով ճնշված բոլոր հանգամանքներով ստիպված է եղել ամենայն դեպս այդ արձանագրումը իրականացնել։ Սա այդ գինն էր։ Բայց Ռուբենը ուներ նաև երկրորդ, այսպես ասած, մեսեջը, որը ուղղված էր արդեն ներքաղաքական մեր դաշտին, եւ այդ մեսեջը հետեւյալն էր, որ խաղաղությունը հիմա հնարավոր չէ։ Կոպիտ ասած, տարբերությունը Ռուբենի դիրքորոշման, քաղաքական դիրքորոշման եւ մեր կառավարող ուրեմն թիմի, այդպես եմ ես կոչում, որովհետեւ իշխողը չեմ սիրում, որովհետեւ եթե կա իշխող, կա նաեւ իշխվող, հա։ Ես չեմ ուզում, որ մեր ժողովուրդը իշխվող լինի, այսինքն իշխող ուժ փորձենք չարտաբերենք այդ հասկացությունը կամ իշխանություն, դա լավ բառ չէ, իշխող ուժը չէ, նրանք պիտի կատարեն ժողովրդի ցանկությունը եւ ժողովրդի ուրեմն պատվերները։ Հիմա տարբերությունը Ռուբենի դիրքորոշման եւ կառավարող ուրեմն թիմի դիրքորոշումների մեջ կայանում է նրանում, որ Ռուբենը համարում է, որ խաղաղությունը
առանց Ղարաբաղյան հարցի լուծման հնարավոր չէ, առանց Արցախի ուրեմն հայանպաստ լուծման հնարավոր չէ։ Կառավարող թիմը համարում է, որ հնարավոր է եւ անում է ամեն ինչ, որպեսզի այդ խաղաղությունը այսպես կոչված իրականացվի։ Հիմա ով է ճիշտ, ով է սխալ, ցույց կտա պատմությունը, հնարավոր է արդյոք թե ոչ եւ արդյոք այն քաղաքական դիրքորոշումը, որը հայտարարում է Ռուբեն Վարդանյանը, արդյոք կստանա բավարար սատարում հայ հանրության կողմից, որովհետև արդյոք օրինակ հայ հանրությունը չի համարի, որ Ռուբենի մոտեցումը բերում է նորից էսկալացիա եւ նորից պատերազմական հնարավոր ուրեմն ապագայի եւ արդյոք հայ հանրությունը կգնա պատերազմական այդ խնդրի հետևից եւ արդյոք չի համակերպվի եւ արդյոք չի համակերպվել Ղարաբաղի կորստով ընդհանրապես։ Իմ տպավորությունն այն է, որ հասարակությունը, ժողովուրդը, հանրությունը հոգնած է ուղղակի այդ խնդրից։ Իմ տպավորությունը այն է, հենց դրա համար էլ չկա այդ քաղաքական օժանդակությունը, որի մասին մենք խոսում ենք։ Բայց նաև այս ամեն ինչը բերում է մի գիտակցության, որ Ռուբենը որպես քաղաքական գործիչ ուրեմն կստանա ազատություն միայն մի դեպքում, եթե դա ինչ-որ մեկին հարկավոր է, եթե ինչ-որ մեկին դա պետք է, եւ այդ ինչ-որ մեկը առևտրի նստի պարոն Ալիևի հետ։ Գեոքաղաքական կենտրոններին նկատի։ Այո, ինչ-որ մեկը, որ ասում են, չեմ ասում, ընկերական շրջապատի մասին չեմ ասում։ Հայաստանի Հանրապետությունը դրա մի մասը չի։ Ընկերական շրջապատը եւս կարող է օգտակար լինի, ասենք։ Նայած ովքեր են ընկերները։ Կոպիտ ասած, ասենք գումարով կարելի է երևի առնել, էլի, ասենք, կարծիքով։ Պարոն Դարբյան, կարծում եք կա այդ փողը, որի դիմաց Ալիևը բաց կթողի։ Ինչու ոչ։ Հիմա մենք հասկանանք նաեւ հետեւելը, պատահական չէ, բացարձակ պատահական չէ, որ Ռուբենի գործը անջատված է մնացածի գործից։ Սա նշանակում է, որ Ռուբենի մասով անպայման ընդունվելու է այլ որոշում, քան մնացածի հարցով։ Հաշվի առնենք նաև, որ Ռուբենը ռազմական հանցագործ չէ, փաստագրված չէ, պատերազմներին մասնակցած չի, նրան շատ դժվար է վերագրել պատերազմական գործողություններ կամ հակաադրբեջանական ինչ-որ ռազմական գործողություններ եւ այլն, իսկ այն ինչ-որ իրեն մեղսագրում են, ասենք Արցախի բանակին օժանդակությունը, Արցախի բանակին միլիոնավոր հայեր են օժանդակել, այսինքն դա բան չէ, լուրջ չէ, բայց նորից եմ կրկնում, մենք պիտի հաշվի առնենք, որ բացարձակ պատահական չէ, որ իր գործը առանձնացված է։ Սա նշանակում է, որ իր մասով ընդունվելու է առանձին որոշում, իր մասով տեղի ունենալու առանձին առևտուր։ Այս հաշվի առնենք, այդ առևտուրը տեղի ունենալու կամ ուրեմն փողային տեսանկյունից կամ քաղաքական տեսանկյունից, գեոքաղաքական այսպես ասած, ինչ որ մեկին պիտի պետք լինի, որպեսզի ուրեմն Ռուբեն Վարդանյանը իր քաղաքական մոտեցումներով լինի ազատության մեջ եւ վերադառնա Հայաստան։ Ինչու, որտեղ Ռուբեն Վարդանյանը դե ընդունենք նաեւ, որ մնացած բանտարկվածներից առավել ունի քաղաքական պոտենցիալ, հա։ Եվ հանրային աջակցություն։ Քաղաքական պոտենցիալը շատ ավելի լուրջ է, շատ ավելի մեծ է, քան համեմատաբար, ասենք, այն բոլոր մնացած տղաների, որոնք որ արդեն կարծես թե այդ իշխանությունը այսպես ասած վայելել են։ Հետ գալով Ռուբենի ուրեմն գործողություններին ի սկզբանե նրանք քաղաքական բան ունեն, բնույթ ունեն եւ նորից համարենք, որ պատահական չէր, չէ, որ Ռուբենը դարձավ, ասենք, պետնախարար Լեռնային Ղարաբաղում։ Նրանք բացարձակ մտերմագույն ընկերական հարաբերություններ ունեն եւ Արայիկ Հարությունյանի հետ, ես ինքս ականացած եմ եղել եւ գիտեմ եւ հաստատ եմ դա ասում եւ Բակո Սահակյանի հետ մտերմագույն ընկերական հարաբերություններ։ Եվ Ռուբենի նշանակումը որպես պետնախարար ուներ մի նպատակ, Ռուբենը պետք է լուծեր կոնկրետ խնդիրներ, հա, ինչի համար էր նա նշանակվել, ասենք, բարձ մտություն կլինի ենթադրելով, որ այդ նպատակը, ասենք, տնտեսական ռեֆորմներն էին, հա, տնտեսական ռեֆորմների խնդիր չկար այնտեղ խնդիր կար քաղաքական լուծումներ ստանալու, այսինքն Ռուբենը պիտի լուծեր կոնկրետ խնդիր։ Ես ենթադրում եմ, որ պիտի լուծեր խնդիրը կապված Ռուսաստանի կողմից առավել աջակցություն ստանալու հետ։ Ինչու, որովհետև նույնպես գաղտնիք չբացեմ, որ Ղարաբաղյան ղեկավար կազմը եւ մեծ հաշվով ժողովուրդը նաեւ դեմ չէր լինի Ռուսաստանի հովանու տակ հայտնվելուն։
Առավել եւս որ Նիկոլ Փաշինյանը անմիջապես իշխանության գալուց հետո հայտարարեց, որ ուրեմն իրեն Ղարաբաղի ժողովուրդը չի ընտրել, իրեն ընտրել է Հայաստանի ժողովուրդը, հա, այսինքն սա միանգամից, ասենք, ղարաբաղցիներին տվեց հետեւյալ պատկերացումը, որ ավելի լավ է ինչ-որ մի այլ տանիք գտնենք, ոչ թե Հայաստանը, որովհետեւ սա արդեն այնքան վստահելի տանիք չէ, որովհետեւ հիմա եթե Փաշինյանը չի ներկայացնում իրեն շահերը, ինչպես ներկայացնում էր Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, ապա ուրեմն իրենք պիտի նոր տանիք փնտրեն եւ ես չեմ բացառում, նաեւ ենթադրում եմ, որ Ռուբենի նշանակումը որպես պետնախարար հենց այդ նոր տանիքի փնտրտուքի մեջ էր կայանում, որտեղ այդ խնդիրը պիտի լուծեր Ռուբենը, որը չհաջողվեց, այդ խնդիրը չի լուծվել եւ հետո դուք տեսաք, չէ՞, մենք բոլորս տեսանք, որ տեղի ունեցավ ապահարզան Ռուբենի եւ Արայք Հարությունյանի, ըստ որում հրապարակային ապահարզան տեղի ունեցավ, Ռուբենին առաջարկեցին, խնդրեցին, որ նա ազատի այդ պաշտոնը, Ռուբենը հրաժարվեց, ասաց չեմ ազատում, նրան հանեցին այդ պաշտոնից, հանեցին այդ թվում նաեւ Ալիևի պնդմամբ, նրա պինդ շատ կոշտ ուրեմն հայտարարությունների եւ պրեսինգի ներքո, հա, այս ամեն ինչը պիտի նույնպես հաշվի առնել այսօրվա իրադարձությունների մեջ եւ հասկանալ ես ամեն ինչի սկզբնաղբյուրը որտեղ է եւ ինչպես է զարգանում եւ ուր կհասնի։ Ուրեմն այս ամեն ինչը ամփոփելով պիտի ասեմ, որ անկետ համար 1 ցանկացած հայ եւ հայաստանյան պետությունը ուղղակի պարտավոր է գործադրել առավելագույն ջանքերը, որպեսզի այս խեղկատակությունը, որը կոչվում է Բաքվում դատավարություն, ավարտվի եւ տղաները գան ուրեմն Հայաստան, կետ համար 1, կետ համար 2, ելնելով այսօրվա իրողություններից մենք տեսնում ենք, որ Ռուբենի գործը անջատված է, այսինքն այդտեղ կլինի այլ որոշում, քան մնացածի նկատմամբ, կետ համար 3, ցավոք սրտի, այդ որոշումը եթե կկայանա միայն քաղաքական կամ գեոքաղաքական նպատակահարմարությունից ելնելով, եւ կետ համար 4, ես կարծում եմ, որ Ալիևին ուրեմն բավարար բանականություն կհերիքի, որպեսզի նա թույլ չտա Ռուբենի առողջության վատ տարածումը, որովհետեւ ես կարծում եմ, որ Ալիևին շատ ավելի ձեռնտու է Ռուբենին ունենալ Բաքվի բանտում, քան ուրեմն առողջական եւ կամ կյանքի վտանգի հետ կապված խնդիրների հետ առնչվել, որովհետեւ այդ պարագայում Ալիևին ակնհայտորեն շատ շատերը կթիրախավորեն եւ կմեղադրեն ամեն ինչում։ Նա իմ կարծիքով բավական բանականություն ունի, որպես իր շահերը հասկանա, այսինքն իր շահերից է բխում նաեւ, որ Ռուբեն Վարդանյանը ֆիզիկական տեսանկյունից ուրեմն խիստ վատ տարածումներ չունենա։ Ես համարում եմ, որ սա ուղղակի իր շահերից է բխում, սա բխում է Ալիևի կոնկրետ Իլհամ Ալիևի շահերից, որ Ռուբենին այնտեղ բան չպատահի։ Սա է ամբողջ այս իրավիճակի պատկերը, ինչպես մենք պիտի կարողանանք, գիտեք, Ռուբենը նաև խոսեց էլիտայի մասին, դա շատ կարևոր բան է։ Ես ցավում եմ, որ այսօրվա մեր կառավարիչները իրենց չեն համարում էլիտայի մաս։ Շատ եմ ցավում դրա համար, որովհետև դա բան է, ինչ-որ անհասկանալի է, չի լինում երկիր առանց էլիտայի, առանց քաղաքական էլիտայի, մտավոր էլիտայի, ուրեմն առանց ստեղծագործական, տնտեսական եւ այլն։ Եվ եթե հայտարարվում է ուղղակիորեն, որ մենք էլիտա չենք, մենք ժողովուրդ ենք, դա բերում է ուղղակի երկրի եւ նույն ժողովրդի կործանման, որովհետեւ ժողովուրդը երկիրը առաջնորդության կարիք ունի եւ այդ առաջնորդությունը պիտի վերցնեն նրանք, ովքեր իրենց համարում են էլիտա եւ պատրաստ են կրել էլիտայի պարտավորությունը, պարտականությունները։ Եվ Ռուբենը նաեւ դրա մասին էր ասում, ասենք կոպիտ ասած կոչ էր անում հայ էլիտար մարդիկ, էլիտար հայեր, մի հատ հասկացեք ինչ է կատարվում եւ ինչ որ մի բան փորձեք անել եւ այլն։ Այսինքն այդ մասով գիտեք, ամբողջ այս մեր 30 արդեն մոտ 5 տարի անկախության ժամանակահատվածը կարելի է նաև բնութագրել որպես էլիտայի բնաջնջման ժամանակահատված, ըստ որում նպատակադրված հատուկ գործողություններով
սատարված բոլոր քաղաքական առաջնորդները ցավոք սրտի նույն ճանապարհով են գնացել, թայֆայական ճանապարհով են գնացել, այսօրվա առաջնորդը եւս գնում է այդ ճանապարհով եւ ցավում եմ դրա համար եւ դա ուղղակի ազգի, երկրի եւ պետության կործանման ուղիղ ճանապարհ է։ Ես ուղղակի զարմանում եմ, որ նրանք դա չեն գիտակցում եւ նեղ այսօրվա այս պահի շահերով են ղեկավարում։ Բոլորը, ես ցավում եմ դրա համար եւ դա է պատճառը, որ մենք հայտնվել ենք այս վիճակում։ Էլիտայի բացակայությունը եւ էլիտայի բնաջնջումը ըստ էության։ Հիմա ինչ որ ծիլեր հայտնվել են, նոր բիզնեսի ներկայացուցիչներ կան, բիզնես ակումբներ են ստեղծվում, ես տեսնում եմ, որ որոշակի, այսինքն տնտեսական նոր էլիտա ձևավորում է, որոնք հին օլիգարխների պես անգրագետ, ասենք միայն բիլակների վրա եւ իրենց, ասենք, այդ ախրանայի բանի վրա հույս դնող սրանք ոնց որ նոր են, նոր սերունդ է, կա նոր գիտական սերունդ, բավական լավ, ուժեղ, բայց նոր քաղաքական սերունդը դեռ նոր պիտի ձևավորվի, ես չեմ կարծում, որ առաջիկա ընտրություններին պատրաստ կլինի նոր սերունդը, ցավոք սրտի մենք նորից ականատես ենք լինելու հին խաղացողների բախմանը, ըստ որում ինչպես հիմա ցույց տվեցին վերջին զարգացումները Գյումրիում, խոսքը գնում է վերջնական պատերազմի մասին։ Գյումրիի մասին խոսեցիք, ես էլ կուզեի դրա մասին խոսեինք։ Իմ տպավորությամբ տեխնացուները, մասնակիցները այս ընտրություններին չեն վերաբերվում որպես Գյումրի քաղաքում տեղի ունեցող ընտրություններ։ Իրանք սրան վերաբերվում են որպես նախընտրական տարում տեղի ունեցած ընտրություններ, բավականին մեծ խոշոր համայնքում, բավականին մեծ համայնքում, որը պիտի տենց ինչ-որ test drive անեն ապագա հանրապետական ընտրություններում եւ դրա համար ենք մենք տեսնում այսքան ագրեսիա իրար հանդեպ, դրա համար ենք մենք տեսնում սենց մոտեցումներ։ Դա ես պիտի ասեմ, որ դրա հիմքը, դրա պատճառը պետք է փնտրել 2015 թվականի ուրեմն պարտադրաբար ընդունված սահմանադրության մեջ, որը այդ համայնքային ընտրությունները հավասարեցրեց քաղաքական ընտրություններին։ Համայնքին պետք չէ քաղաքական կուսակցությունների պայքար, հասկանում եք, սա մի խայտարակություն է ուղղակի, ուրեմն համայնքներին պետք են տնտեսական ղեկավարներ, որոնք կարողանան համայնքի խնդիրը լուծեն։ Քաղաքական թիմը չի կարող լուծել այդ համայնքի խնդիրը։ Մենք տեսնում ենք նաև այս Երևանի օրինակի վրա, չէ, խայտարակություն է, չէ, այսինքն Երևանյան այսօրվա ամեն ինչը խայտարակություն է։ Երևանը դարձրեցին համայնք, ընտրությունները դարձրեցին քաղաքական։ Հենց այդ սահմանադրությամբ Երևանը պիտի լինի Մարս, Երևանի քաղաքապետը պիտի լինի նշանակովի, նրան պիտի նշանակի երկրի ղեկավարը։ Ինչ վերաբերում է Գյումրիին եւ մնացած քաղաքներին, դրանք համայնք են, համայնքապետերը պիտի ընտրվեն ուղիղ քվեարկության արդյունքում եւ դա պիտի լինի տնտեսական թիմ, տնտեսական ղեկավարներ, ոչ թե քաղաքական թիմեր, որոնք միայն բալաբոլներ են, ուղղակի բլա չէ որ կապիտալիստները ու սոցիալիստները հիմա Բացարձակապես թե քաղաքը ոնց է զարգանալ։ Բացարձակապես, ուղղակի նայում եմ եւ ուղղակի ինչ ասեմ, նույնպես բան եմ, ափսոսում եմ անցած տարիները, ափսոսում եմ այդ մեր իրավիճակի համար, շատ եմ ցավում, որովհետեւ նորից 2015 թվականի սահմանադրությունը միայն դրանով չէր, էլի, որ նախագահի ինստիտուտը փոխարինվեց վարչապետով, որ Սերժ Սարգսյանը իր բան տեղափոխվեց որպես վարչապետ, խոստումը չկատարելով եւ այլ, միայն դրանով չէր, միայն նաեւ այս խնդիրներն են, չէ՞ որ հիմա ասենք ինչու պիտի Գյումրիում կամ Վանաձորում կամ ցանկացած այլ համայնքում Ալավերդիում քաղաքական կուսակցությունները մրցեն, նրանք ինչ կապ ունեն, ինչ կապ ունեն, ինչ քաղաքական հարց կա, էլի թե Ալավերդիի ղեկավարը ով է ալնելու, այսինքն։ Եվ ես նայում եմ տղաներին, բոլոր տղաներն էլ մեր տղաներն են, այսինքն նրանք ովքեր որ ստիպված քաղաքական կուսակցությունների առաջի համար են գրվել, որ կարողանան պայքարեն, բոլորն էլ լավ տղաներ են։ Ես ուղղակի մտածում եմ, որ այդ տղաները բոլորը մի հատ հավաքվային միասին, Խարքին գյումրեցիներ են բոլորն էլ, բոլորը անխտիր, Վարդանը, Մարտունը, Լևոնը Բարսեղյան, բոլորը, այսինքն Ռուբոն,
Մխիթարյան, հա, Սարիկը ես չեմ ճանաչում, բայց բանը face control-ը անցնում է կարծես, թե նա արտառոց վատ բան չեմ կարող ասել, ասենք տղա է էլ իր համար։ Ասենք բոլորն էլ նորմալ գյումրեցիներն էին, հավաքվեն իրար գլուխ, մի հատ միասնական ծրագիր ներկայացնեին, քաղաքը առաջ տանեին։ Հիմա իրար նկատմամբ, իրար վրա պետք է գնան պատերազմական վերջին կռիվն է, բան խայտարակությունը։ Գյումրին էլ տաքարյուն քաղաք է, չէ՞, այսինքն խայտարակությունը վատ հետևանքներ կարող են։ Չէ, վատ հետևանքներ չի լինի, գյումրեցիները շատ նրանց խելքը գլխին ժողովուրդ են եւ նրանց խաբել հնարավոր չի։ Որևէ մեկը թե այդ կուսակցություններից, թե դրանց ուրեմն առաջին համարներից չի կարողանա նրանց խաբել։ Ուրեմն նրանք իրենց հենց էմոցիոնալ սրտով կընդունեն այնպիսի որոշում, որը կլինի ճիշտ եւ ուղղորդող կլինի նաեւ ամբողջ երկրի համար։ Ես դրանում համոզված եմ, գյումրեցիներին հնարավոր չէ մատի վրա ուրեմն ֆռացնել, դա ուղղակի հնարավոր չէ խաբել։ Նրանք շատ են տեսել նման խաբկանքներ եւ կարողացել են իրենց տոկունությամբ դուրս գալ այդ բոլոր կապկաններից եւ խաբկանքներից։ Ես վստահ եմ, ուղղակի ափսոս է, որ մենք տարիներ ենք կորցնում անիմաստ բանավեճերի մեջ, անիմաստ, բացարձակ քաղաքական կուսակցությունները գործ չունեն անելու Գյումրի քաղաքում։ Սա է։ 4200 դոմիկ կա դեռ Գյումրիում։ Այս մարդիկ խոսում են ինչ-որ լրիվ ուրիշ բաներից։ Դա ջան, հասկանում ես, մենակ դոմիկը չէ, ասենք յուրաքանչյուր համայնք պիտի ունենա իր գլխավոր հատակագիծը։ Այդ հատակագծով պիտի նշмарված լինեն հիմնական խնդիրները այդ քաղաքի, այդ համայնքի։ Նույնը վերաբերում է Երևանին, որ ասենք պիտի լինի, որովհետեւ հարց, այդ հարցին որևէ մեկը չի պատասխանել։ Մենք ունենք Երևանի, չէ, ավականի ունենք, բան էլի իրար մի սենոտոման հասկանալի հիմար հարցերի շուրջ։ Տրանսպորտի գինը մի քիչ ավել, մի քիչ պակաս, լավ, մի քիչ իջացնենք, մի քիչ բարձրացնենք, եղբայր։ Մի քանի հարց կա այստեղ, կարևորագույն հարց, որը վերաբերում է Երևանին, Գյումրիին, Վանաձորին, լավագույն քաղաքներին մեր։ Պիտի լինի արդյոք պիտի լինի արդյունաբերական ինչ-որ մի թաղամաս, հատված, կենտրոն, որը ենթակառուցվածքներ է ենթադրում, որը ենթադրում է տրանսպորտային կոմունիկացիոն ենթակառուցվածքներ։ Այսօր ես տեսա Արինբերդ փողոցը փակել էին, որովհետև խայտարակ վիճակ է այնտեղ, ասենք, տրանսպորտային միջոցները հնարավոր չէ անցնել, ճանապարհներ չկան, հասկանում եք, պիտի լինի արդյոք թե ոչ։ Սովետական միությունը պատասխանել էր այո եւ Երևանը կարևորագույն արդյունաբերական կենտրոն էր երկրի։ Հիմա պիտի լինի, պիտի շարունակվի թե ոչ։ Հարց համար 2. Երիտասարդության համար պիտի լինի ինչ-որ կենտրոն։ Այսինքն ուսանողություն, երիտասարդություն պիտի լինի այո թե ոչ, եթե այո, ապա որտեղ, ինչպես, ինչքանով եւ ինչ պայմաններ ենք ստեղծում։ Կանաչ տարածք, հանգստի գոտի, ռեկրեացիոն տարածք պիտի լինի թե ոչ այս քաղաքում, այն քաղաքում, Գյումրին է վերաբերում նույնը։ Այո թե ոչ, եթե այո, որտեղ, որոնք են դրա միջոցները, կոմունիկացիոն հնարավորությունները եւ այլն։ Եվ նմանատիպ հազարավոր հարցեր, ինչպես լուծել, ասենք, ջրմուղի խնդիրը, ինչպես լուծել ուրեմն բանի էլեկտրական սնուցման խնդիրը։ Ու երկուսն էլ կատաստրոֆիկ վիճակում են։ Կատաստրոֆիկ վիճակում են բոլոր հարցերը։ Հիմա դրա փոխարեն, որպես ասեմ, փոխանակ սկզբունքային իսկապես լրջագույն խնդիրներ են կանգնած մեր քաղաքների բանի արչև։ Որպեսզի այսինքն պիտի լուծեն այս խնդիրները, այսինքն քանի դեռ այս խնդիրները լուծված չեն, նրանք քաղաքական պայքար են վարում մեկը մյուսի վրա, դու նախկին ես, դու ներկա ես, դու սրա հետ ես եղել, այն կուսակցությունում ես եղել, գրվել ես, չես գրվել, այդ եղբայր դա ինչ կապ ունի, ով որտեղ է գրվել, փոսի մեջ են կարա, խելքի եկեք։ Այս այ է, այսինքն ես ցավում եմ, որ մենք ժամանակ ենք կորցնում հիմար հարցերի շուրջ, անկեղծ ասեմ, բայց հույսուս կայանում է նրանում եւ հավատս, որ գյումրեցիները իրենց ուրեմն ստապ գնահատականով ճիշտ որոշումներ կկայացնեն եւ դա օրինակ կծառայի ամբողջ երկրի համար։ Միջազգային օրակարգին գանք, պարոն Դարբինյան, էլի Տրամպը շարունակում է մեզ զարմացնել, մասկն էլ հետ է, այսինքն ոնց որ թե տենց չի ավարտվում այս Դեմ բանը ոնց է, տուրբուլանս ոնց է հայերեն, էլի, այսինքն այս վայրի վերումները Տրամպի տրամադրության եւ տրամաբանության փոփոխություն է, այսինքն Դասեք ոնց է, աշխարհը քաղաքական ցավոք սրտի առանձնահատկությունը եւ կարևորագույն հատկություններից մեկն էլ այն է, որ նա կարող է փոփոխվել։
Նա կարող է փոփոխվել, հասկանում եք։ Հիմա Միացյալ Նահանգներին ուկրաինացիները եւ եվրոպացիները մշտապես համարում են Ուկրաինայի դաշնակից։ Ինչ որ մի պահ առաջացավ, երբ Միացյալ Նահանգները հայտարարեցին, մենք այլևս դաշնակից չենք, մենք միջնորդ ենք, հասկանում եք։ Հիմա նորից ետ գանք մեր իրադարձությունները։ Նման է, չէ՞, հետ էի մտածում, հայերս մենք միշտ գիտակցում ենք, մտածում ենք եւ վստահ ենք, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է եւ ուրեմն մեր կոնֆլիկտում մշտապես կլինի մեր կողմից։ Եվ Ռուսաստանը ինչ որ մի պահ արթնացավ, ասաց վերջ, այլևս մենք ձեզ դաշնակից չենք, մենք միայն ձեզ չենք դաշնակից, մենք նաեւ Ադրբեջանին ենք դաշնակից եւ այլևս այսուհետեւ մենք կլինենք միայն միջնորդ։ Այս նույն տրանսֆորմացիան տեղի ունեցավ Միացյալ Նահանգների մոտեցումների մեջ եւ սրան դեռ չեն կարողանում համակերպվել ոչ ուկրաինացիները, ոչ եվրոպացիները, ոչ ոք եւ փորձում են հասկանալ ինչպես կառուցեն իրենց վարվելակերպը հետագայի համար։ Հիմա ես տեսնում եմ, որ Ֆրանսիան որպես միջուկային երկիր եվրոպական եւ Մեծ Բրիտանիան նույնպես որպես միջուկային երկիր սկսում են այստեղ արդեն մտահոգվել եւ իրենց առաջարկությունները ներկայացնել քաղաքական համայնքին, մասնավորապես ես կարդացի միտեղ, որ Ֆրանսիան դեմ չի եւ նաեւ քննարկում է Ուկրաինային միջուկային զենք տրամադրելու ուրեմն տարբերակը։ Սա լրջագույն խնդիր է առաջացնում ընդհանրապես, բայց նրանք էլ ասում են, չէ՞ որ Ռուսաստանը տրամադրեց Բելարուսին, այսինքն Ռուսաստանը ընդլայնեց միջուկային տարածքը եվրոպական, ուրեմն մենք էլ կարող ենք ընդլայնել, մենք էլ կտրամադրենք Ուկրաինային եւ այլն։ Սա բերում է նորից էսկալացիայի, այսինքն ես կարծում եմ, որ այնուամենայնիվ քանի դեռ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան չեն եկել միասնական դիրքորոշման, շատ դժվար է կանխատեսել, թե ինչպես է այս ամեն ինչը զարգանալու։ Ամենայն դեպս, եթե զարգացավ միջուկային տարածման տարբերակով, սա կնշանակի էսկալացիա, սա կնշանակի պատերազմի շարունակություն եւ սա կնշանակի նորանոր ավերվածություններ։ Սա մեկ։ Երկրորդը, ինչ ես նկատեցի, ուրեմն Միացյալ Նահանգների մոտեցումը Միջին Արևելքի կոնֆլիկտի նկատմամբ միանշանակ նրանք պաշտպանում են Իսրայելի դիրքորոշումը եւ Նետանյախուին։ Ինչ հայտարարեց Նետանյախուն։ Նետանյախուն հայտարարեց հարավային Սիրիան պիտի լինի դեմիլիտարիզացված։ Նորից հետ ենք գնում, ինչ հայտարարեց Պուտինը Ուկրաինայի նկատմամբ։ Դեմիլիտարիզացիան այս ամբողջ պատերազմի նպատակներից մեկն է։ Ինչ է զուգորդում սրան Ալիևը, Ջերմուկի ուրեմն այդ բարձունքներում կանգնելով։ Դեմիլիտարիզացիա է պահանջում հայերի Հայաստանի։ Ինչու, որովհետև հիմա նույն այդ թվում նաև այս խեղկատակ process-ով դատական այսպես ասած փորձում է Հայաստանի ներկայացնել որպես ագրեսոր տերորիստական երկիր, որին պետք է զսպել եւ հասնել դրա դեմիլիտարիզացիայի։ Այսինքն Ռուսաստանը տվյալ դեպքում Պուտինը, Նետանյախուն, Ալիևը, հա, ինչու ոչ Տրամպը, այսինքն համարում են իրենց աշխարհի ուժեղներ եւ կարող են պարտադրել դեմիլիտարիզացիա այլ երկրների, այլ համայնքների։ Հիմա սա նույնպես պիտի հաշվի առնենք եւ ուշադրությունից որպեսզի մենք բաց չթողնենք, որ ասենք Ալիևը այդ խնդիրը ունի մեր նկատմամբ եւ կարծում եմ, որ փորձելով իրականացնել այդ թվում նաեւ այս դատական process-ով, իսկ մենք դրա դիմաց չեմ հասկանում ինչ ենք անում միջազգային դատարաններում, այնուամենայնիվ շարունակում ենք մենք մեր հայցերը պնդենք թե ոչ, որովհետեւ դա Գերիշե Կիրակոսյանը գնաց։ Կիրակոսյանը գնաց, բայց անհասկանալի գնաց, հասկանալի չդարձավ, այնուամենայնիվ Դե չասեց ինքը, խնդիրը մնում է թե ոչ։ Ենթադրություններ Հասկանալի է, որ ինքը դիսկոմֆորտ էր, արդեն դիսկոմֆորտի մեջ էր նաև եւ մասնագիտական դիսկոմֆորտի եւ գիտեք անձնական նաև, էլի, եթե ասենք ինչ որ միտեղ բոլոր ինտելեկտուալ ջանքերը գործադրում ես որպես ինչ որ մի բան ապացուցես ու ստացվում ակում, դա էլ է կարևոր, որտեղ մենք մի քանի հաջողված кейսեր ունենք, էլի, նենց Այդ ջանքերը գործադրում ես, մեկ էլ ինչ-որ մի պա երևի թե այդքան էլ պատվաբեր չէ, էլի, որ գնաս ասես դե լավ ես հիմա արդեն հետ են վերցնում իմ ասածներ եւ այլն։ Հասկանալի է իր հրաժարականը, բայց հասկանալի չէ մեր հետագա գործողությունները, արդյոք մենք հրաժարվում ենք թե ոչ, եթե ես կարծում եմ, որ հիմա հրաժարվելը, քանի դեռ Բաքվում էս խեղկատակությունը շարունակվում է, ուղղակի իմ կարծիքով դա ուղղակի
Մեղմ ասած խելամիտ չէ, էլի խելահեղ է, ոչ թե խելամիտ է։ Ինչ նկատեցի Թուրքիայից։ Էրդողանը ելույթ ունեցավ ինչ-որ մի համայնքի առջև Թուրքիայում և հստակ մի քանի արձանագրում արեց։ Նախ Եվրոպային ուղղված երկու արձանագրում էր, համար 1, որ Թուրքիայի համար ստրատեգիական նպատակի անդամակցումը Եվրոպային, համար 2, եվրոպացիներին ինքը նախազգուշացրեց, ասեց, ուրեմն դուք չմտածեք, որ ձեր անվտանգությունը առանց Թուրքիայի հնարավոր է, առանց Թուրքիայի ձեր անվտանգությունը հնարավոր չէ, ուրեմն խելքներդ հավաքեք գլուխներդ և լսեք մենք ձեզ ինչ ենք ասում։ Երկրորդը համաշխարհային հանրությանն էր ուղղված, որպես արդեն մահմեդական աշխարհի առաջնորդ։ Ինքը ասաց, որ մահմեդական աշխարհի ձայնը պիտի լսելի լինի միջազգային ուրեմն ասպարեզում և Միացյալ Ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդում Թուրքիան պիտի ունենա իր մշտական տեղը վետոյի իրավունքով։ Սա լուրջ հավակնություն է, սա հանակ հավակնություն չէ, սա շատ լուրջ է և Սիրիայի մասով ակնհայտ հայտարարություն արեց, որ հանկարծ չմտածի որևէ մեկը, որ Սիրիայում կարող է թույլ տալ ինչ-որ բանախորժություններ, Սիրիան իրենց հսկողության տակ է և մշտապես կմնա, Իսրայելն էլ պիտի իրեն խելոք պահի, որովհետև մինչև պաղեստինյան պետությունը չստեղծվի, Իսրայելը չի ունենա իր հանգստությունը։ Սա էլ այսինքն սպառնալիք էր Իսրայելին, որ խելոք մնացեք, Սիրիան մեր տիրույթում է գտնվում այլևս և այնտեղ հավակնություններ չունենաք։ Դե սա լուրջ է, այսինքն եթե Թուրքիան նմանատիպ հայտարարություններով հանդես է գալիս, դա նշանակում է, որ միանշանակ Թուրքիան ունի նաև մեր նկատմամբ իր դրսևորումները և հակումները, այսպես ասած, կառավարելու մեր պրոցեսները, այդ թվում նաև ինչ-որ չափով նաև քավորություն անելու, այսպես ասած, հայ-ադրբեջանական պրոցեսի նկատմամբ, որովհետև եթե ռուսները դուրս են գալիս այդ պրոցեսից, ապա ակնհայտ է, որ թուրքերը կուզենան այդ քավորությունը իրականացնել։ Հիմա թե մենք պիտի շատ զգոյն լինենք, շատ զգոն։ Ես կարծում եմ, որ ճիշտ որոշումներ կանգնացրեցին այդ բանի Եվրոպայի համայնքին անդամակցելու մասին, այդ քայլերը սկսելու մասին, այդ որոշումը, թե օրենքի նախագիծը ճիշտ որոշում էր, պիտի մի պահ կանգ առնենք, հասկանանք ինչ է կատարվում և որտեղ են մեր այնուամենայնիվ շահերը։ Նորից վերադառնամ քրիստոնեությանը, ես նկատեցի, որ Տրամպի կառավարության նիստերը սկսվում են աղոթքով, վերջանում են աղոթքով։ Եվ պիտի ասեմ, որ այդ աղոթքը կարևոր բան է։ Մենք արևելյան հայերս, այսպես ասած, այդքան էլ սովոր չենք աղոթելու։ Ես արևմտահայ բազմաթիվ ընկերներ ունեմ և տեսել ու զգացել եմ, որ նրանք շատ ավելի մոտ են քրիստոնեությանը, Աստծուն, աղոթքին, քան մենք։ Աղոթքով սկսում, աղոթքով վերջացնում են իրենց օրը, էլ չեմ ասում տարին։ Այնպես որ վերադառնանք Աստծուն, վերադառնանք քրիստոնեությանը, որովհետև դա կարծես թե միակ կետն է, միակ գիծն է, որը մեզ այսօր կարող է ընդհանրացնել և ընդհանուր շահերի բերել Միացյալ Նահանգների ներկայիս ադմինիստրացիայի հետ։ Շնորհակալություն։ Բարդ ժամանակներում ենք ապրում, ամեն անգամ խոսում ենք ու խնդիրները ավելի ու ավելի են լրջանում, բայց պիտի խոսենք, որ մարդկանց մտածելու տեղիք տանք։ Դուք շարունակեք լսել գործարար ալիքը, Դարփինյանի ժամներ մեր եթերում, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն էր, առաջի խոսափողի մոտ հաղորդման հեղինակ պրոֆեսոր Դարփինյանը։ Հաջորդ շաբաթ կհանդիպենք այսքանը։